Բարև ձեզ, ես Լուսինե Կեսյանն եմ, Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր 2000-ից 2003 թվականներին Ռուսաստանի Դաշնության կառավարությունում Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանի հետ շարունակում ենք մեր հարցազրույցների շարքը։ Բարև։ Պարոն Սահակյան, դուք ձեր բազմաթիվ հարցազրույցներում, հրապարակումներում խոսում եք փողերի լվացման տարաբնույթ սխեմաների մասին, որը դուք այսպես անվանում եք քաղաքական կոռուպցիա, որ տեղի ունեցել այս տարիներին մեր պետական համակարգում։ Նաև մեր հենց նախորդ հարցազրույցում դուք հիշատակեցիք 2020 թվականը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ ընդդիմության որակմամբ կապիտուլյացիոն ակտներ ստորագրվել, որ ձեզ հրավիրել են կառավարություն եւ ձեր բնորոշմամբ, այսպես ասած, փողի բազար են արել ձեզ հետ։ Կասեք, ինչ սխեմաների մասին է խոսքը, ինչ են քննարկել կառավարությունում, այդ փողի բազար կոչվածը ինչ էր իրենից ներկայացնում, այդ խայտառակությունը ինչ էր։ Շատ բարի, շատ կարճ ներկայացնեմ այդ էպիզոդը, որովհետև դրանից հետո ինձ բազմաթիվ մարդիկ հարցրել են, ուրեմն հեղափոխությունից հետո 18 թվականին շատ շատերի պես ես էլ հավատում էի, որ երկրում փոփոխություններ է կատարվել, որ իրավիճակը փոխվել եւ իմ համեստ կապերով եւ հնարավորություններով ես էլ փորձում էի մասնակից լինեմ, իմ հնարավորությունները օգտագործեմ կոնկրետ, ասենք, խնդիրներ լուծելու համար։ Եվ արդեն այդ ինձ կանչել են նոյեմբերին եւ մինչեւ այդ ես ասացի, որ 0806 2020 թվականին ես ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին, հարցաքննվել էի հոկտեմբերի 27-ի պատվիրատուների կազմակերպիչների հանցակիցների քրեական գործով եւ ընդ կային ապացուցված փաստեր, որ ես իմ գումարները պետքա ստանայի։ Խոսքը ապացուցված փաստերի մասին է։ Եվ այդ ընթացքում մշակել էի Հայաստանում գոյություն ունեցող հանքավունքային ռեսուրսների համալիր ծրագիր, ինդուստրիալ էկոլոգիական պարկի գաղափարն էի մտցրել, ուղարկել էի ազգային ժողով, Անդրանիկ Քոչարյանին ուղարկել էի կառավարություն եւ խոսքը գնում էր ֆիզիոթերապևտիկ ինստիտուտի բազայի վրա, որը ասեմ որ բացառիկ է Անդրկովկասում Մեր Երևանի Օրբելու վրա Հայաստանում այն ինչ որ Օրբելու վրա կա, Անդրկովկասում նրան կենտրոն չկա եւ որպես պատերազմող երկրի պրոֆեսիոնալ ռեաբիլիտացիայի հնարավորություն ունեցող նաեւ չկա։ Եվ ինչ անեինք, որ մեր հանքավունքային ռեսուրսների, այդ թվում նաեւ բուժ նպատակով օգտագործվող անտառներում գոյություն ունեցող կոչվում է ոչ փայտային եւ կազմակերպեինք այդ համալիր ծրագիրը, որը ինքը թե ներքին, թե արտաքին туриզմի համար շատ լուրջ նշանակություն ուներ։ Եվ այդ խումբը վարչապետի օգնական Նարի Սարգսյանը, իր եղբայրը, հայտի շիշբրդողը, ինչպես նաև վարչապետի անվտանգության ծառայության անձնական անվտանգության ծառայության պետ Գրիշա Առաքելյանը որոշել էին, որ այդ գումարները պետք է իրանք երևի ստանային եւ իմ ծրագիրը կանաչ ճանապարհ կբացեի այդ ծրագրի համար, եթե ես գումարները իրանց միջոցով եւ իրանց հսկողության տակ դնեի շրջանառության մեջ։ Տեսեք, վարչապետը շատ է խոսում, չէ՞, կոռուպցիայի մասին։ 8 տարի անցել է, ասում է, ես շատ բաներ կա, հանձնարարել եմ, չի կատարվել։ Փաստ, այդ ժամանակ իրանց արգումենտը ո՞րն էր, որ իրանք իմ դեմ դնում էին։ Միջնորդավորված Մանուչարյանի օֆիսի միջոցով։ Աշոտ Մանուչարյանի, հա, Մանուչարյանի օֆիսի միջոցով դնում էին շրջանառության մեջ, թե ֆիզիոթերապևտիկ ինստիտուտը իրականում պետք է լիներ առողջապահության նախարարության ենթակայության տակ, բայց մենք պետական գույքի տակ պահում ենք, որ այդ ծրագիրը իրականացնենք։ Եվ տենց էլ կատարվեց, այդ եզակի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտը, ինչքան գիտեմ, օտարվեց որպես գույք։ Կոնկրետ փաստ եմ բերում, տեսեք, վարչապետը ասում է, սենց կոռուպցիոն սխեմաներ, բան, չգիտեմ, հիմա
Ու հենց 44-օրյա պատերազմից հետո մենք ինչքան կարիք ունենք այդ եթե ավելի կոնկրետացնեմ, Մանուչարյանի օֆիսի մի թևը ինձ ուղիղ ասում էր, որ քո խնդիրները դրսում լուծել ենք, Ռուսաստանում լուծել ենք իրանց բառերով, ես դա հրապարակել եմ ներկայացրել եմ, բայց առայժմ փակ թեմա է, ցելի վերտալյոտ մարտիկ խփեցին, գցեցին, խոսքը գնում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի, մի կողմից ասում էին, դե մենք քո խնդիրները լուծեցինք, իրականում այդ խնդիրները շահումյանցիների միջոցով, շահումյանցիների հանցաձանքային հարցազրույցի մեջ ասեցի, Կամո Ավագումյանի եւ Շահումյանցի թևի միջոցով իրանք գլխավոր դատախազի տեղակալի Սահակ Կարապետյանի միջոցով էին այդ խնդիրները ստեղծել։ Մի կողմից ասում էին, քո խնդիրները լուծեցինք, ցելի վերտալյոտ խփին գցինք, մի կողմից էլ այդ խումբը ասում էր, որ խոստովանում են, որ իրենք են։ Դե ես ներկայացրել եմ, հա, մյուս կողմից էլ ասում էին, այդ արդեն գումարների տերը մենք ենք, ծրագրերի տերը մենք ենք, քեզ մնում է մենակ որտեղ բայց խնդիրը այդ չի։ Խնդիրը այդ է, դուք հարցրեցիք, ես կոնկրետ ինձ կանչելու եւ առաջի անգամ շատ լուրջ տեղեկություններ դրեցի շրջանառության մեջ, այդ թվում գլխավոր դատախազի տեղակալի հարցը լուծել, որ խնդիրներ են լուծել, էլի։ Թող այդ հարցին փողերը 100%-ական հարց։ Աշոտ Մանուչարյանը կարծես չկա, բայց ամենտեղ ինքը կա։ Հիմա կա, բայց նայեք տեսեք, ընդհանուր առմամբ, ոնց որ դուք նշեցիք, ես շրջանառության մեջ եմ դրել, ասենք մինչև հոկտեմբերի 27-ը $6 միլիարդ։ Դա ինչ։ Հոկտեմբերի 27-ից հետո, ասենք Սևան Հրազդան կասկադի փողերի լվացման ճանապարհով օտարման հետ կապված $77.4 միլիոն։ Ես ձեզ հիմա ասում եմ այն բաները, որոնք փաստացի ես ներկայացրել եմ։ Ու հետո մանր-մունդր գումարների $1.2 միլիոն, $4.4 միլիոն եւ այլ։ Բայց հիմա այս անգամ էլ առաջի անգամ բացահայտեմ շատ կարևոր բան, միգուցե այս ներկայիս իրադարձությունները, որը կատարվում է հետընտրական, միգուցե նաև օգտակար լինի, որովհետև երկիրը հերթական անգամ չբերեն կանգնացնեն շատ ավելի լուրջ խնդիրների առաջ։ Տեսեք, կոնկրետ բաներ եմ ասում։ Մինչև հոկտեմբերի 27-ը ես ներկայացրել եմ $6 միլիարդ, ճիշտ է, դա նախկին ԽՍՀՄ-ի Չեխիայի պարտքն էր։ Եվ ՌԱՕ-ԵՍ-ին իրավունք էր տրվել, բացառիկ իրավունք էր տրվել կոնկրետ Չուբայսի թիմին, ռապորտով այդ պարտքը մարել Ռուսաստանից էլեկտրոէներգիայի մատակարարման միջոցով նաև։ Այդ պարտքի իրավահաջորդը ճանաչվել է Ռուսաստանի Դաշնությունը, իրավունքը տրվել է ՌԱՕ-ԵՍ-ին եւ հոսանքի միջոցով հոսանքի արտահանման ճանապարհով պետք է։ Հիմա մենք ստորագրել էինք նույն ՌԱՕ-ԵՍ-ի հետ Սևան Հրազդան կասկադի գրավադրման ճանապարհով իրավունք էինք տվել իրան, բացառիկ իրավունք էինք տվել $77.4 միլիոն արտահանման ծրագիր իրականացնել։ Այսինքն եթե ընդ որում տարածաշրջանում ավելցուկային էլեկտրոէներգիա մենակ մենք ունենք, ընդ որում Ռուսաստանի հարավային շրջաններն անգամ դեֆիցիտ ունեին այդ ժամանակ, հոսանքի դեֆիցիտ ունեին։ Եթե շատերը կհիշեն, Թուրքիայի մեջ ժամանակ երկրաշարժից հետո մոտավորապես 25 միլիարդ էր կազմում կիլովատ դեֆիցիտը, Ադրբեջանն էլ էր դեֆիցիտ, նույնիսկ Ադրբեջան Նախիջևան պարտքեր էին գոյացել, այսինքն եթե մենք այդ առաջարկում գաղտնիքը բացում, եթե այդ 6 միլիարդի իրավունքը միջպետական պարտքերի մարման մեր $77.4 միլիոն կոպեկներ էին, եւ ինչ արեցին։ Դեսպանատան տարածքում ահաբեկչության, Ռուսաստանի նախագահ Պուտինի տարածաշրջանային այցի շուրջը հատուկ գործողությունների, Ադրբեջանում էլ պահապորցի հետևանքով ծրագիրը փոխվեց գույք պարտքի դիմաց եւ այն ինչ որ ես շատ եմ, շատ։ Այսինքն եւ ավելացնեմ ձեզ, ես իմ նախորդ հրապարակման մեջ ասեցի, որ
այս գործարքը, տեսեք, այս 6 միլիարդի ու 1.77-4 միլիոն դոլարի կապը ես առաջին անգամ բացահայտեցի։ Բայց նախորդ մեր հարցազրույցի ժամանակ ես նշեցի, որ դա կազմակերպվել էր հայ-ռուսական քաղաքական տնտեսական անվտանգության դաշտից ֆինանսական հոսքերի հսկողությունը դուրս բերել եւ դուրս էր բերվել ուր Ֆինլանդիա։ Բայց ես ոչինչ չասեցի իրանական ուղղությամբ ինչ գործողություններ էին կատարվել եւ հիմա որ ես նայում եմ թե ինչ է կատարվում, ասենք այս հետընտրական շրջանում Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի եւ իրանական ուղղությամբ այն 20 քանի միլիոն դոլարի ուղղակի ծիծաղս գալիս է։ Միգուցե այս 8 տարվա մեջ այն ինչ որ ներկայացված է պետք է բացահայտվել իրանական ուղղությամբ ինչ էր կատարվել, միգուցե նաև չգիտեմ, եթե սրա կազմակերպիչների նպատակը այնա որ իրանական ուղղությամբ այս 20 միլիոնի այդ բանը ուղղակի դրեն շրջանառության մեջ են մեծ խոշոր հանցագործությունը թաքցրել, որովհետև այդ մասով լուրջ ասելիք ունի օրինակ Սամվել Կարապետյանը, որովհետև Սևան Ռազդան Կասկադը իմիջիալոց տաշիկ խմբի սեփականատեր։ Սեփականատերը ինքնա առավել եւս սննկացրեց։ Առավել եւս որ հիշատակեցիք այսօրվա քաղաքական դաշտի այսպես ասած top թեման Գայք Ծառուկյանի կալանավորումը Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կատարվածը եւ ինչպես քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ է ասվում հաստորեն իրանական կողմի հետ կապված այնտեղ կարծես 20 միլիոն է ինչ է այդպիսի թիվ է շրջանառվում սա փաստորեն պարոն Սահակյան ըստ ձեզ ինչ է մարդիկ կարող են ենթադրություններ անել էլի հետընտրական զարգացումներ էին ինչ որ հաշվեհարդար է Բարգավաճ Հայաստանի հենց Գայք Ծառուկյանի նկատմամբ կուտակված այս տարիների ընթացքում թե իսկապես այդ նոր դուք ինչ որ ակնարկեցիք թե սա ընդամենը այսբերգի գագաթն է եւ սրա տակ շատ ավելի լուրջ բաներ կան իրանական կողմի հետ ինչ ենք մենք ունեցել ես տարիներ շարունակ այն երրորդ էներգետիկայի բնագավառի այդ գծի մասին եմ լսել դուք ինչ կասեք Դե գիտեք ոնց ես օրինակ իմ համար զարմանալի է որ իրանական կողմը իդեմս դեսպանի միանգամից հայտարարություն արեց որ դա Հայաստանի ներքաղաքական խնդիրն է Վերջերս կարծեմ 3 չեմ իսուր Իրանի դեսպանը այդ հայտարարությունն արեց ուղղակի ստեղ երկու ձևի կարելի է հասկանալ որ իրանական կողմը դա որակավորեց որպես ներքաղաքական ինչ նպատակով կամ ինչա դրա տակ թաքնված ես չեմ կարող այդ գործարքի մասին ասել տեղյակ չեմ տեղյակ չեմ եւ ավելին ասեմ 18 թվականից հետո Եթե հիշում եք, վարչապետ Փաշինյանը հրապարակավ բողոքեց, որ ինքը լինելով ընդդիմադիր, նույնիսկ գաղափար չի ունեցել երկրում ինչերա կատարվել։ Եվ ասեց պահա գալի, որ մարդկայնորեն ես ընդհատում եմ, ասում եմ, չեմ ուզում լսեմ։ Այսինքն ինքը դառնալով վարչապետ, արդեն գիտեր իրավապահ համակարգում ինչա կատարվում։ Արդեն գիտեր իր հրապարակ հետո դրանից հետո ասենք 80% թե դերսում 80 եւ ավելի տոկոս ունենալով իր թիկունքում կանգնած ժողովրդի թե հավատը թե սերը թե հույսը մյուսը մի 100%-ով գնաց ինչ որ դատարանները շրջափակեց ոնց որ թե դատարանների հարցը որ լուծեն ամբողջ հեղափոխության հասարակական պահանջը որն էր արդարությունը որ արդարության խնդիրը կլուծվի Այդ դրանից հետո ինքը նաև իմանալով հանդերձ իրավապահ համակարգում ինչա կատարվում, որ նույնիսկ ինքը վարչապետ որպես ի վիճակի չի մարդկայնորեն դա լսելու եւ սենց իմիջիալոց ասեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչության այդ կազմակերպիչների մասով, եթե Երևան եկած նոր հանգամանք կա ուշադրություն դարձեք, ոչ թե պետության դեմ ահաբեկչության, այլ Երևան եկած նոր հանգամանք կապված զոհերի հարազատների կողմից եթե տենց հաղորդումներ կա։ Ես ձեր ասածը մի հատ հասկանամ, փաստորեն իրավապահ համակարգը փտած, նեխած նույն նախկին համակարգն է։ Նույն դատախազնա, քննիչները, մյուսները ու դու վերաբացում ես իբրև թե հոկտեմբերի 27, այսինքն տալիս ես այն նույն համակարգին, որը պարտակել է այս տարի։
պետության դեմ ահաբեկչություն ամենածանր հանցագործությունն է։ Պետության դեմ կատարած ահաբեկչությունը, որի հետևանքն է մարտի 1-ը, Այո, որի հետևանքն է արդեն հետագայում 20-44 օրյա պատերազմի պարտությունը եւ այդ բոլորը ես բնորոշել եմ դա, ասել եմ, որ դրանից հետո մենք դարձանք կարծես անիծված պետություն իսկապես։ Դե գիտեք, եթե հաղթանակած պետության պաշտպանության նախարարին կամ ասենք այդ երգիրը ոտի հանող դու դնում ես արկայի ժողով գնդակարում ես դրանից հետո ու մեր մեջքը այդպես է ու դրանից հետո դու չես ընդունում պետության դեմ այլ արտաքին ուժերը ինչ ուզում են կանեն, բայց հիմա վերադառնանք ձեր հարցին։ Հարցը հետեւյալի մեջ է, եթե Գագիկ Ծառուկյանի այս խնդիրը 20 միլիոն դոլարի հետ կապված, ճիշտ է, ճիշտ չի, չեմ էլ ուզում քննարկել, ճիշտ ասած հետաքրքիր չի, բայց չէ որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության այդ կազմակերպիչների, պատվիրատուների եւ հանցակիցների քրեական գործով դեռևս 20 թվականից, դեռևս 2020 թվականից, ես չեմ ասում մինչև այդ ինչ արել է։ Ես ասում եմ, ասես հեղափոխություն կոչվածից հետո շատ լուրջ խնդիրներ կար, թե Սևան Հրազդան կասկադը փողերի լվացման ճանապարհով օտարումից հետո իրանական ուղղությամբ ինչ խոշոր հանցագործություն է կատարվել։ Խոսքը ինչի մասին է։ Եթե մասնագիտական ուսումնասիրություններ եւ իրավական գնահատական տրվեին, Սևանից ինչքան ջուր է բաց թողվել, դրա հիմա վրա ինչքան հոսանք արտադրել, մտելա բասեին։ Որպեսզի սովորական քաղաքացին իմանա, մասնագետները գիտեն, ատոմակայանից, գազի վրա, ջրի վրա, ասենց հոսանքը մտնում է, դա բասեին է կոչվում, որտեղ տարբեր արտադրող կայաններ են եւ տարբեր սակագներ ունեն։ Այդտեղից միջին սակագին է առաջանում, որից հետո արդեն կամ ազգաբնակչությանն է վաճառում կամ արտահանվում է։ Երկրորդը այդ բասեին մտած հոսանքը իրանական ուղղությամբ ինչ գնով է, ինչ սակագնով է արտահանվել։ Դրա դիմաց ինչ ծավալի գազ է մտել Երևանի տեց, որովհետև դրանից հետո երբ որ այդ գործարքը կատարվեց, Սևան Հրազդան կասկադը անցավ ոնց որ նախորդ ժամանակ ասենք այդ Մալտրվի թիվը, Չուբայսի թիվը, ուր գնում էր հետը տանում էր Սևան Հրազդան։ Խի էր տանում, հիմա գաղտնիքը բաց է, որտեղ ամենաէժան էլեկտրէներգիայի աղբյուրն էր, որից հետո, որի շնորհիվ Իրանից արդեն գազ էր մտնում եւ Հայաստանի միջոցով գազ էր արտահանվում Վրաստան եւ Վրաստանից էլեկտրէներգիա էր մատակարարվում Հայաստան։ Մի րոպե, մենք ավելցուկային պետություն ենք ու մենք Վրաստանից դուք պատկերացնում եք իրանական ուղղությամբ հանցագործության մասշտաբը մենք ավելցուկային էլեկտրէներգիա ունեցող, արտահանող երկրից վերում ներմուծող եւ այդ շղթայով թե էկոլոգիական հարցերի հետ կապված Սևան Հրազդան կասկադից ինչ վիճակում է Սևանը ժողովրդի լեզվով ասած նյուչտյոննի ինչքան ջուրա բաց թողվել այդ նյուչտյոննի ջրի վրա ինչքան նյուչտյոննի հոսանք է արտադրվել այդ նյուչտյոննի հոսանքը ինչ սխեմաներով է Իրան գնացել Իրանից եկած գազը ինչ քանակով մտել է Երևանի տեց եւ ինչ քանակով արտահանվել է Վրաստան եւ Վրաստանից ինչ քանակով էլեկտրէներգիա մատակարարվել Հայաստան։ Սենց ոնց որ ասած, եթե մի նախադասությամբ ասենք, Հայաստանը պանթուրքիստական ծրագրի հետ կապված մեկուսացման, թե ֆինանսական, թե էներգետիկ, թե նաեւ քաղաքական համակարգի նկատի քաղաքական կոռուպցիայի ինչ սխեմաներա գործ է։ Եվ դա համեմատել այսօրվա այդ 20 միլիոն դոլարի այս շատ մեծ sense բան ազգային անվտանգության ծառայություններ 2000 քննիչ այս ամբողջ այդ լրատվական դաշտը, բայց այս մասով ոչ մի եւ ես դիմում եմ այս առումով դիմում եմ Սամվել Կարապետյանին եւ ինձ հետաքրքրում է երկու հարց սրա հետ կապված։ Առաջինը առանց մանրամասների մեջ մտնելու միգուցե
ինքը տեղյակ չի, ես սենց եմ ընդունում տեղյակ չի։ Թող առաջի հարցը Ինքը խնդրում եմ 15 թվականին է վերցրել Սևան Հրազդան կասկադը։ 22 թվականին սնանկացրել է։ Միգուցե ինքը տեղյակ չի, բայց հրապարակավ դրա համար ես դիմում եմ։ Առաջինը ինչ նպատակով է իր հետ փոխկապակցված անձանց միջոցով շրջանառության մեջ դրե բիտկոինների հետ կապված այդ խառը հաշիվները, որը եկել է եւ ուղիղ թե անուղակի ինձ ձեզ եւ ինձ ինձ դատի էին տվել։ Երկրորդը Սևան Հրազդան կասկադի որպես սեփականատեր, ինչ կարա ինքը ասի եւ եթե ինքը իրականում շահագրգռված է եւ որպես ընդդիմություն հանդես գալով շահագրգռված է դարի հանցագործությունը բացահայտելու, դա Սևան Հրազդան կասկադը դա դարի հանցագործություն է։ Այո։ Եթե ինքը դարի հանցագործությունը թաքցնելու համար է եկել քաղաքական դար եւ խնդիրադիրել իշխանության գալու ճանապարհով դրանք թաքցնել, մի խնդիր է։ Եթե ինքը տեղյակ չի, եւ հրապարակավ դիմում եմ պարոն Կարապետյան, այս հարցերը, որը ես իրանական ուղղությամբ, չեմ ասում նորդիկի սխեմաները, դες շատ լավ հայտնի է, ես կասկած չունեմ, որ հայտնի է։ Արդյոք այն թիմը, որը խոսքը գնում է Ռաուեսին նախագահի տեղակալ Ռապապորտի, ձեզ շատ հայտնի Ռապապորտի, ինչով է հայտնի, որովհետև դուք շատ լավ գիտեք, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի երկարկած առուվաճառքի ժամանակ դուք եղել եք իր կաբինետում աշխատասենյակում Կարեն Կարապետյանի հետ միասին։ Ռապապորտը ձեր ներկայությամբ զանգատվել Լոնդոն, Լոնդոնից հետո Գլադունչիկը տեղափոխվել է Հայաստան եւ մնացած։ Այսինքն ես սպասում ես կասկած չունեմ, եթե հանգարց ճշտելու հարցեր կլինի, ճշտենք։ Բայց իրանական ուղղությամբ այդ թիմը, որը դարի հանցագործությունն արել, միգուցե հենց 15 թվականին թե էլեկտրական ցանցերը եւ կասկադը բերել են այս կոպիտ ասած, եթե Փաշինյանի ջեբը պատերազմ են գցել, ձերել այս սրանք են գցել, միգուցե կիսվեք հասարակության հետ, միգուցե լուրջ բաներ ունեք ասելու, որով ձեզ ավելի լավ կճանաչեն եւ ավելի շատ կհավատան, որովհետեւ ստացվում է այս ընտրաշավի քարոզարշավի ժամանակ ինչ որ մի պահից սկսած սլակները ձեզանից թեքվեց Ծառուկյանի ուղղությամբ։ Ինչ որ պահից սկսած։ Հիմա այդ պահը շատ հետաքրքիր է թե ինչից սկսվեց, բայց թեքվեց եւ ստացվում է Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ թեքվեց իրանական ուղղությամբ այս գործարքը, այս 20 միլիոն դոլարի գործարքը, երբ որ ձեր որպես սեփականատեր, կասկադի սեփականատեր այս շղթա բացվելու դեպքում, միջև ասենք ընտրությունները եւ ընտրություններից հետո շատ ավելի լուրջ բաների մասին է խոսքը։ Այսինքն կոպիտ ասած որ կողմն որը շահագրգռված, որ Սևան Հրազդան կասկադի հետ կապված իրանական ուղղությամբ այս գործարքը չբացվեր, թեքվեր Գագիկ Ծառուկյանի եւ իրանական ուղղությամբ էնել այս խառը ժամանակ։ Էնել այս խառը ժամանակ։ Պարոն Սահակյան, ստացվում է, եթե ձեր ներկայացրած փաստերը ձեր ասածը ճիշտ են, ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կատարված է Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջը ինչ որ տեղի է ունենում, փաստորեն շահեկան էր նաև մեր ընդդիմության համար եւ կարելի է ենթադրել, որ հենց այդ պատճառով իրենք թե մինչև ընտրությունները չմիավորվեցին, ինչը ժողովուրդը այսպես պահանջում էր, ասում էր, միավորված գնացեք, որ ինչ որ արդյունքի հասնեք, եւ հիմա էլ հետագայի համար ինչ որ միավորում չի էլ կարծես թե նշмарվում։ Շատ բարի, ես դա չեմ կարող պնդել եւ խոսքը գնում է ինչի մասին, որ ես ասեցի ապացուցված փաստերի մասին, այսինքն ընդունենք Սևան Հրազդան կասկադի փողերի լվացման ճանապարհ օտարումից հետո մենք արտահանող ավելցուկային էլեկտրոն ներմուծող են դարել իրանական ուղղությամբ, ասենք այդ ինչ որ ես ասեցի, դա փաստեր ասեցի։ Ես կոնկրետ թվերը չասեցի, ինչքան նյուչտյոնի ջուրա եթե բացաթողվի Սևանից, ինչքան է բաց թողվի, ինչքան նյուչտյոնի հոսանքա որտեղ է մտել, դրանք չասեցի, դա քննության խնդիրն է։ Բայց ես երկու հարց կապում եմ իրար հետ պարտադիր, շատ շատերը չեն հասկանա, բայց կարծում եմ
կարծում եմ Սամվել Կարապետյանը կհասկանա եւ Նիկոլ Փաշինյանն էլ կհասկանա, պարտադիր կհասկանա։ Ինչ։ Հա, կամ դա միասին կհասկանան, կամ առանձին կհասկանան, այդ չեմ կարող ասել։ Իրար հետ նույն խաղ։ Չեմ կարող ասել։ Ես չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Ես կարող եմ ասել հետեւյալ հարցերի պատասխան եթե հրապարակավ Սամվել Կարապետյանը պատասխանի, ինչ նպատակով է մինչև այս ընտրությունները Քարոզ Արշավը հենց իր մարդկանց միջոցով, վստահելի մարդկանց միջոցով, որոնք Երևանից գնացել են Մոսկվա, իր այդ ծրագրեր են քննարկել եւ տարբեր կառույցներում իրար հետ աշխատել են եւ համագործակցել են շրջանառության մեջ ադերը բիտկոինների, այսինքն ինքը իր վարկաբեկել է, ինքը իր նկատմամբ սուտ տեղեկություն է դրել շրջանառության մեջ, խոսքը գնում է իբր թե հրազդանի ջեկի չէ, բանում միջոցով անօրինական գործունեության մասին։ Ինչ նպատակով է եւ դա Ծառուկյանի հետ կապված է թե չէ։ Ընդ որում ինձ ասել էին, որ հարկայինում հաղորդում է տրվել ներողություն, դետալների մեջ չմտնենք։ Մինչև այդ պատասխանը չստանա, ես այդ շատ կարևոր հարցի պատասխան չեմ։ Բայց կբացատրեք բիտքոինը ինչով է վտանգավոր, ինչ կա դրա մեջ։ Թող այս փաստը չշտվի, որովհետեւ ինչի՞ չէ, երկու բառով ասեմ, եթե անօրինական, գիտեք, որ սա աշխարհում մեկ ընդունված է, որ թե ահաբեկչության ֆինանսավորման, թե նարկոտրաֆիկի, թե եսի ինչի բանի ուղղությամբ, ասենք այդ սև փողերը, առաջ չամադաններով էին տանում, էս էին անում, էին անում, հիմա դրանք նաև բիտկոինների, հա, կան մարդիկ, որ իրոք, ասենք, այդ բիտկոինները ձեռք են բերում, բայց Սամվել Կարապետյանը, եթե ինքը իրան ուզեցել է, որ վերագրել, եթե ինքն է ուզեցել, որ իր մոտիկ մարդկանց միջոցով է այդ շրջանառության մեջ դրվել, իր հենց մոտիկ մարդկանց, մյուս կողմից էլ հայտնի է, որ ինքը ուկրաինական պատերազմի աջակցում է, ռուսական կողմի հետ միասին բան անում, հա, Արբատ ջոկած։ Դե հիմա արբատկա թե որ նաև դնենք միանիմակ ու ստացվում է եթե ինքը իրոք ասենք ուկրաինական ուղղությամբ որպես Ռուսաստանի ասենք գործող խոշոր կամպանիաներից ասենք մեկը որը այդ ուղղությամբ մասնակից է ենել ասենք հայկական ջոկատի արմատ արմյանսկի բատալյոն, որ շատ են իմանալ, հա, բայց մյուս կողմից էլ եթե ինքը իր մասին, ինքը տեղյակ է իր մասին շրջանառության մեջ ընդրեք բիտկոինների անօրինական գործունեության, անօրինական, հա, այդ դեպքում ինչ է, ստացվում է իր շահը պետք է անել, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կռվում է, ինչ, կեղտոտ փողերով, ահաբեկչական ինչ-որ Եթե բիտկոինի արտադրությունը օրինական դաշտում է, շատ դժվար է դրան թմրանյութեր կամ ահաբեկչական խմբավորների ֆինանսավորում եսի միշտ Հատ հասկանանք, պարոն Սահակյան, փաստորեն եթե օրինական է բիտքոինի արտադրությունը, դա այլ բան է, եթե անօրինական է, դա լրիվ ուրիշ բանի մասին է խոսքը, փաստորեն, հա։ Օրինական դաշտում ուրիշ խնդիր է, անօրինական, եթե անօրինական դաշտում կարելի է ոչ թե կարելի է, այլ անպայման ընկնում է թե ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման, թե նարկոտրաֆիկի, ինչ հետ ասես հնարավոր կապված է։ Եվ այստեղ առաջի հարցս այդ ինֆորմացիան Սամվել Կարապետյանը, Տաշի խմբի սեփականատերը, որովհետև նորից եմ ասում, շրջանառության մեջ են դրել իր հետ փոխկապակցված անձանց միջոցով։ Ինքը տեղյակ է եւ դրանով անուղակի սլակները պետք է հետագայում ուղղվեր Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ, որովհետև այդ մասով, որ Ծառուկյանի մոտ կա բիտկոինների արտադրությամբ ինքը զբաղվում է, դա վաղուց է շրջանառության մեջ, վաղուց։ Դե հիմա անօրինական չի, ես չգիտեմ, բայց ամեն դեպքում եթե շրջանառության մեջ է, նշանակում է օրինական դաշտում է ըստ երևույթի, կամ չգիտեմ։ Այս առաջինը։ Երկրորդը Սևան Հրազդան կասկադի հետ կապված է դարի հանցագործությունը, որին ինքը շատ լավ տիրապետում է, որովհետև սեփականատեր է, ինքնադառ է 10 տարի է իր ամբողջ բարեկամներով ներողություն խորհրդի անդամ էին, իր աղբոր տղաները, մյուսը ընտանիքի անդամները, Ծառուկյանի հետ 20 միլիոն է, միակ ասենք, որ հասկանա ժողովուրդը ինչ թվերի մասին է, որը ծածկա դմփոց է արվում, այնտեղ հարյուրավոր միլիոններ են։ Առաջի հարցը պարզ է, երկրորդը եւ Սևան Հրազդան կասկադի հետ կապված իրանական ուղղությամբ, այս իմ ասած նկարագրած սխեմայով, որը
միլիարդավոր դոլարների մասին, հարյուրավոր միլիոնավոր դոլար, հետո ոչ թե ոչ մի բանը միլիարդավոր դոլարների մասին է խոսքը, հնարավոր է միլիարդներից էլ անցնի, ասենց ասած, որպեսզի հստակ լինի, եւ մենք հասկանանք, թե նախընտրական այս քարոզարշավի որ պահից Սամվել Կարապետյանի նկատմամբ ասենց ճնշումները թեքվեց Գագիկ Ծառուկյանի եւ դա ոնց որ ասած Իրանի դեսպանն էլ իր կողմից ասում է, որ դա ներքաղաքական խնդիրներ է, դե դա ինչ նկատի ունի, հա, շատ կոնկրետ հարց է։ Բոլորին է հայտնի, որ վաղուց շրջանառության մեջ է, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվում է բիտկոինի բիզնեսով։ Օրինական է, անօրինական չի, ես դա չեմ բանում։ Բայց ինչ նպատակով հենց Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված անձանց, որոնք եւ ծրագրեր են, նույնիսկ ստեղից գնացել են Մոսկվա, ծրագրեր են քննարկել հետները, այդ կուխնյայի մարդիկ են շրջանառության մեջ դրեցին այդ բիտկոինների մասին անօրինական բիտկոինների բիզնեսի վերաբերյալ տեղեկությունները։ Հետ մեկ երկրորդը Գագիկ Ծառուկյանի գործունեությունը իրանական ուղղությամբ այդ 20 միլիոնը չես համեմատի Սևան Հրազդանի կասկադի իմ նկարագրած այդ սխեմաների հետ։ Ինչի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այդ գործողությունները կատարվեց, բայց 8 տարի է իշխանությունները ընդհանրապես չեն ուզում վերադառնալ այդ հələ ավելին, հələ մի հատ 22 թվականից է նկատվեց։ Այս երկու հարցից մենք կհասկանանք, թե ընդդիմությունը իր ներսում ինչ խնդիրներ ունի, եթե ունի, երկրորդը միավորվում են, չեն միավորվում, եւ այդ իշխանություն ընդդիմություն դա աշխարհաքաղաքական կամ ռազմաքաղաքական հարցերում որպես բաժանված է իբր թե պրոռուսական, պրոարևմտյան, դա ինչ է իրանից ներկայացնում եւ ինչ մարտահրավերների առաջ մենք կկանգնենք ապագայում։ Պարոն Սահակյան, տեսեք, Սևան Հրազդան կասկադի այս լռության մատնելը, ընդ որում ես ձեզ ասեմ, ես դրա մասին լսել եմ, Ալբերտ Բադասարյան, Հրազդան գրեսի նախկին տնօրենը, հենց ինքն էր ինձ պատմել է, որ դա էներգետիկայի հետ իրենց մասնագետներով բնորոշում էին իբրև փողի ստանոկ, երբ պետք էր ջուրը բացում էին, հոսանքը արտադրվում էր, գնում էր եւ ուրիշ բանի մասին եմ ձեր ասացից ինչ եզրահանգում կարելի է անել թե ոչ այս տարիներին մեր պետական կառավարման համակարգը ստրուկտուրալ կառուցվածքային փոփոխությունների ենթարկվեց եւ դրա արդյունքում հետևանքով մենք այսօր օրինակ մի քանի նախարարություններ կոնկրետ կառավարության եթե կառուցվածքն ենք դիտարկում չունենք այլևս Սփյուռքի նախարարություն չունենք գյուղատնտեսության չունենք Եվ ձեր ասածը, որը վերաբերում է փաստորեն էներգետիկայի ոլորտն է, մենք այսօր փաստացիորեն էներգետիկայի նախարարություն չունենք, էներգետիկ ոլորտը կառավարվում է երևի թե այնտեղ փոխնախարարի հաստիքով վարչություն է դարձել, ինչ է դարձել, կարելի է ենթադրել, որ հենց այդ կառուցվածքային փոփոխությունները արվեցին նաև պարտակելու, կոծկելու այդ տարիներ շարունակ թե ինչեր են եղել, փաստորեն ամենամեծ փողերը շրջանառվել են, ամենամեծ հանցագործությունները կատարվել են այդ ոլորտում, ավելցուկային էլեկտրաէներգիա ունեցող երկրից վերածվել են Վրաստանից էներգիա ներկրող երկրի։ Շատ բարի, ուրեմն ես չէի կապի, այդ կապը կա, բայց ուղղակի ձեր ասածը, ասենք կառավարության կառուցվածքային կառուցվածքային փոփոխություններ։ Դա 18 թվականից հետո, ասենց ասած հեղափոխությունից հետո ես դա կապում եմ, ասենք նոր սահմանադրության համապատասխան օրենսդրության, համակարգային փոփոխության եւ նոր ռազմավարության հետ։ Հա, դա ըստ էության, ասենք, եթե երկրում գլոբալ փոփոխություն է կատարում, եթե բանա հեղափոխություն է կատարում, եթե ընդունենք կառավարությունը ընդունում է Սփյուռքի եւ էկոնոմիկայի զարգացման նախարարություն, չէ՞։ Ուրեմն ամբողջ աշխարհին ասում է, որ իմ ռազմավարությունը իմ Սփյուռքի, Հայաստան-Սփյուռք կապն է։ Կարևորում եմ դա։ Սա մի խնդիր է, որը առանձին խոսակցության թեմա է։ Բայց ձեր ասածը, որ կառուցվածքի տակ հնարավոր է թաքցնել այս կամ այն հանցագործությունը, դա հենց ոնց որ ասած առաջի իսկ սենց
Չկա նախարարություն, չկա այլևս չկա այդպես բան։ Հնարավոր է ինչ որ մի ժամանակ, ասենք այդ միացնելուց, բաժանելուց, բայց այդ փաստերը, դրանք դրված է, դա կառուցվածքի հետ ուղիղ կապ չունի։ Օրինակ ասենք Սևան Հրազդան կասկադի մասով, հիմա կառուցվածքը ոնց կփոխելի ձևի փոխեն էներգետիկայի նախարարությունը, ուր կգնա, ուր չի գնա, դա կապ չունի։ Մեր այսօրվա խնդիրը, այդ մեր քաղաքական հետագա զարգացումները ինչ է սպասվում մեզ։ Մանավանդ հիմա նայեք տեսեք։ Այ հարց եմ տալիս, ինչ է սպասվում, օրինակ ինչ կանխատեսումներ ունեք այս թեման էլ մենք բացատրել ենք, երբ կիսատա մնացել, բայց այս հարցազրույցի ժամանակ հնարավոր չի մինչև վերջ բացել այդ պարագները։ Օրինակ տեսեք երեկվա դրությամբ Ռուսաստան, Ադրբեջան, Իրան երկաթգծի բացման միասնական շահագործման համաձայնագիր կնքվեց։ Այդ բանն է, մեր պատասխանը ադրբեջանական կողմը միանգամից շրջանառության մեջ դրեց, որ երկու մուտքը ինքն է հասկելու։ Դե մինչև ընտրությունները այն փաստաթղթերը, որը ստորագրվեց։ Նորից եմ ուզում հարց տամ։ Դա փրկության ծրագիր էր, թե փորձանքի մեջ ընկնելու ծրագիր էր, բայց դա լրիվ ուրիշ հարցեր են եւ մինչև մենք չկարողանանք այդ քաղաքական կոռուպցիայի արմատները հանենք մեր երկրից, քաղաքական կոռուպցիան դա առաջի հերթին արտաքին պարտքն է, երկրորդը հանքամուտքային ռեսուրսներն է, երրորդը էներգետիկան է կամ երկրորդը նայած որ երկիրը ինչ ռեսուրսներ է տիրապետում։ Էներգետիկայի ոլորտում խայտառակություն է, հանքահումքայինը էլ ավելի տիեզերական խայտառակություն։ Սահմանափակվեք նրանով, որ մեկ այդ հարցերի պատասխանը փարկասու ունենք, թե ումից ենք ակնկալում։ Սամվել Կարապետյանից, բիտկոինների հետ կապված եւ Նիկոլ Փաշինյանից։ Մի րոպե։ Սամվել Կարապետյանից։ Առաջինը Սամվել կա, բիտկոինների հետ կապված, երկրորդը Սևան Հրազդան կասկադի, որպես փաստացի սեփականատեր եւ սնանկացումից հետո էլի Ինչ նպատակով է սնանկացվել հենց 22 Եվ իրանական ուղղությամբ Սևան Հրազդան կասկադի հետ կապված ինչ խնդիրներ կա, եւ բիտկոինի հետ կապված ինչ խնդիրներ կա։ Դրանից մենք կհասկանանք, թե ներքաղաքական հետագա զարգացումները որ ուղղությամբ կգնան։ Շնորհակալություն, հստակ հարցեր են, որոնց պատասխանները ակնկալում ենք ստանանք։ Ամենաբարձր մակարդակով։